Երբեմն թվում է, թե ժամանակը չի հոսում ուղիղ գծով։ Նա շրջվում է, խճճվում է և հանկարծ մենք կանգնում ենք այն տեղում, ուր թվում է վաղուց արդեն եղել ենք։ Այդպես պատահեց, երբ ես նրան տեսա առաջին անգամ, կամ գուցե հազարերորդ։ Նա լուռ նստած էր։ Ոչ թե լռում էր, այլ կարծես լռությունը հենց ինքն էր, որ կար։ Նրա աչքերը սև էին, բայց չէին մթնում։ Այնտեղ ինչ-որ բան փայլում էր։ Հին ու վարժված ցավի նման մի փայլ կար նրա աչքերում, որը չես կարող մոռանալ, եթե անգամ մեկ անգամ տեսել ես։ Ես չնկատեցի, թե ինչպես սկսեցի նրան սիրել։ Սերն իմ մեջ չպայթեց հրավառությամբ, չբոցավառվեց բոցով։ Սերն ինձ ներսից սկսեց գրել, մատիտով մաշկիս տակ։ Յուրաքանչյուր օր նա դառնում էր տող, հետո նա դարձավ առասպել։ Եվ հիմա, երբ փակել եմ այդ գիրքը, այն դեռ գրում է ինձ, թանաքը անտեսանելի է, բայց զգացողությունը մնայուն։ Նա չէր խոսում սիրո մասին, նա պարզապես կար։ Իսկ երբ մեկնում էր, սենյակում մնում էր տաքություն, ինչպես մոմի լույսից հետո, սիրտը դեռ տեսնում է մինչ, աչքդ ոչ։ Մի օր նա ասաց, սերն առասպել է, եթե պատմես չեն հավատա։ Ես ժպտացի, իսկ եթե ապրեմ։ Նա լռեց, բայց ես հասկացա, հենց այդ լռությունն է իմ պատասխանը։ Մարդիկ խոսքերով չեն պատմում սիրո մասին։ Իսկական սերը ապրվում է, մեկին նայելով, սպասելով, երբ նա լռում է, հիշելով, երբ նա այլևս չկա։ Սա իմ սիրո առասպելն է։ Հնարավոր է դու չհավատաս, բայց եթե մի օր սիրտդ հանկարծ սկսի գրել քո սեփական պատմությունը առանց բառերի, ուղղակի հիշիր ինձ։